Լոգական էր, պարոն Կոնջարյան, քաղաքական ուժը, որն ասում էր Արցախը թոք է, Արցախը մեր հանրապետության անկախությանը խոչընդոտ է, հիմա պատկերացնում է, որ սենց սրտի ցավով է ասում, անտեղ հեղաշրջում տեղի ունեցավ։ Բա հեղաշրջվածը ինչի՞ չէր բողոքել, որ իրան շրջել են։ Ոնց որ թե ինքն էլ դեմ չէր շրջվելուն։ Շրջվողը դեմ չէր շրջվելուն, հենց այդ եմ ուզում ասեմ։ Մյուսը վարկի հետ կապված։ Մենք չենք ասում ինչի եք վարկ վերցրել զենք առնելու համար։ Մենք չենք ասում ինչի եք զենքի վրա շատ փող ծախսում, ասում ենք ավելի քիչ եք ծախսում, քան թե պետք է։ Բայց վեր կենալ ասել 8 միլիարդ վարկ ենք վերցրել, 8 միլիարդի զենք ենք առել։ Բա ճանապարհ ինչի հաշվին եք կառուցել։ Ակնհայտ է, չէ՞ որ 8 միլիարդի զենք չեք վերցրել, վարկ չեք վերցրել, որ զենք առնեք։ Մանավանդ հիշացնեմ ձեզ, որ ձևակերպումը մի քիչ ուրիշ էր։ Շատ էր պետք, շուտ էր պետք, վերցրեցինք, հիմա էլ վերցնում ենք։ Ակնհայտ է, որ դա ուղղակի ներողություն մանիպուլյացիա է եղել։ Եվ պետք չի ստեղ ասել, մենք չէինք ուզում, որ ինչ ընդդիմությունը չի ուզում, որ դուք զենք առնեք, ոչ։ Պարոն Խաչատրյան, հարցս առաջարկս հետևյալն էր։ Տիկին Ղալեչյան, ներողություն եմ խնդրում, մյուսին անդրադառնամ։ 5 միլիոն տալիս եք մեկ անձի հաշվարկով։ Այդ մարդը գնում է հիպոթեկային վարկ է վերցնում, վարկի վրա գալիս է դիցուկ 1.5 միլիոն կամ 2 միլիոն։ Փաստորեն 7 միլիոն վճարվում է։ Այդ 7 միլիոնի փոխարեն, որից 5 միլիոնը գալիս է մարդուն, 2 միլիոնը գնում է բանկին, այդ 2 միլիոնը ինչ որ գործակցով զեղչեք եւ 5 միլիոնը միանգամից կդառնա 6 միլիոնի ընդհանրենք։ Լավ, այսինքն եւ դրա փոխարեն համ Իրան հասանելի գումարն ավելի շատ կլինի։ Այդ գումարի, որը ներգրավում է, մեկը դուք այդ տոկոսը վճարում եք, չէ՞։ Մեկը դուք այդ զեղչեք, ոչ թե զեղչված արժեք կհաշվեք, present value։